Այս պահին զբաղվում եմ հանդբոլով, անցած տարի Վրաստան 2 տարբեր առաջնություն ա եղել, որից մեկը լավագույն խաղացող եմ ստացել, ու բացի այդ էլի տարբեր ինձ նվաճումներ կան։ 2022 թվականին հանդբոլի մրցաշարում խաղացել եմ Կարմող Ամբարյանի դիրքում 44-օրյայի հերոսներից է։ Մոսինյանների ընտանիքում մեդալների պակաս չկա, ընտանիքի փոքրերն էլ արդեն հաջողություններ ունեն գրանցած, իսկ երկու ավագները նաև ջութազնագրքում գրանցած արդյունքներ, պատվոգրեր ու գավաթներ ունեն։ Հայաստանի 25-ամյա անկախությունից ի վեր առաջի հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիրի ընտան ավագ որդին է։ Այս էլ հավաստող սերտիֆիկատները, որը կարանք փաստերով նայենք, երկու կենտրոններից համաշխարհային ռեկորդներ, որը անցել ենք ամրագրել ենք։ Հիմա էլ այդ բոլորը փաստաթղթային ներկայացնում ենք։ Մոսինյանները որպես օրինակելի ընտանիք բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր են ստացել քաղաքային եւ մարզային իշխանությունների կողմից, սակայն այս ամենը ծնողական փառքի մեդալի հավակնորդ ընտանիքին ոչնչով չի օգնել։ Թեև ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N591 որոշումը հենց այդ պահանջն ունի, այն է 6 եւ ավելի երեխա ունեցող այն ծնողները կամ որդեգիրները, որոնք վարում են առողջ ապրելակերպ եւ ապահովում ընտանիքի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ օրինակելի պայմաններ, կարող են ծնողական փառքի մեդալի հավակնորդ համարվել։ Մինչև 2022 թվականը ՀՀ-ում այս պետական պարգևին արժանացել է ընդամենը 12 ընտանիք, իսկ վերջին 4 տարվա ընթացքում ոչ մեկը։ Ինձ մենակ էս մի հարցն է շատ հետաքրքիր։ 4 տարի մի պետության մեջ այս ձևի որոշում գոյություն ունի ու երկրի վարչապետը չի կամենում տա։ Խնդիր չկա։ Այն մեդալը, որը ես պահանջում եմ ծնողական փառքի, ես պատվոգրել եմ շնորհակալագրերը, հա, համարեք առ ոչինչ, ձեր նշանակած մարզպետների ու համայնքապետի կողմից։ Համարեք առ ոչինչ, համաձայն եմ։ Ասեք, որ այս ընտանիքը չի համապատասխան։ Մոսինյանների ընտանիքում 8 տղա է մեծանում, կրտսերը 5 ամսական է, իսկ ավագը շուտով 18 տարեկան կդառնա եւ կմեկնի հայոց բանակ։ Երեխաներից 5-ը դպրոցահասակ են, 2-ը մանկապարտեզ են հաճախում։ Ընտանիքն ապրում է հաշտ համերաշտ կազմակերպված առօրյայով։ Երբ որ խիստ անհրաժեշտություն է լինում այդ մի քանի ձեռքի, բոլորն էլ օգնում են, բայց ընթացիկ էլ բաշխում ենք, տեղաբաշխում ենք մեր անելիքները, այնպես չի ինչ-որ մեկի վրա մեծ բեռադրված ու այդ մեկը միայնակ իր բեռը տանում է։ Չէ, շատ թեթև է մեր առօրյան։ Ծանրություն ընդհանրապես չկա։ Դեռևս 2022 թվականին, երբ լրացավ ընտանիքի 6-րդ տղայի 3 տարին, Մոսինյաններն ըստ ընթացակարգի Վանաձորի քաղաքապետի միջնորդությամբ դիմել են ծնողական փառքի մեդալ ստանալու համար եւ մինչ օրս հստակ պատասխան չեն ստացել։ Ընտանիքի հայրն արհամարհանք է համարում սա, նշելով, որ կառավարությունը նման ընտանիքներին ավելի մեծ ուշադրության պետք է արժանացնի, այնինչ 4 տարի մեջ նրան միևնույն պատասխանն են տալիս, որ նշված պարգևը կամայական որոշում է։ Լավ, հետ եմ համաձայն, պետական պարգևը կամայական որոշում է։ Այսինքն կամայական որոշումից հետո նոր արդեն այն ընդունված որոշումն է սկսում աշխատել ու ուժի մեջ մտնել։ Բայց վերջապես կամայական էլի կամայական։ Արդյոք 22 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ մի ընտանիք չի ստանում ծնողական փառքի մեդալ։ Այսինքն լավ համաձայն եմ, պետական պարգևը կամայական որոշում է, բայց տարեկան գոնե 2 ընտանիք արդյոք երկրի վարչապետը չի ուզում արժևորի։ Արեն Մոսինյանն իր նման ընտանիքների իրավունքներ ոտնահարված է համարում։ Արդեն 2 անգամ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, կետ առ կետ նշելով, թե որ դրույթներով են խախտվում իրենց իրավունքները։ Զարմացած ցույց է տալիս մի պատասխանն ու ասում. կարծես իր դիմումն արտատպած հետ են ուղարկել։ Ես ձեզ չեմ հարցնում իմ իրավունքները, ես համարում եմ իմ իրավունքները ոտնահարվում է։ Արհամարվում է, այսինքն դա արհամարհանք եմ ես համարում երկրի վարչապետի կողմից իր սեփական ժողովրդին։ Նույնիսկ չեն մերժում, հիմա նայեք, եթե նույնիսկ մերժեն, մերժելու համար պետք է հիմքեր ներկայացնեն, ճիշտ է։ Ես դա ավելի շատ համարում եմ վիրավորակ։ Ինչից պետք է հիասթափվեմ, օրինակի համար, համարեմ, ասենք այդ որոշումը չկար։ Ես իմ երեխեքը ունեցել եմ, պետք է պահեմ, ճիշտ է։ Այսինքն ես խոմ այդ որոշման համար չեմ երեխա ունեցել։ Եթե տենց էլ էր այնա 6-րդ տղայի ժամանակ էլ օրենք թույլ էր տալի ունենայի։ Ես իմ աստծո տված պարգևներն ունեցել եմ, բայց ես դա համարում եմ վիրավորանք։ Ասենք եթե լույսս գազս ուշացնելու եմ ելնում, չեմ հասցնում մետամիզ մուծելու, մարդիկ գալիս են ասում, ոչ մի արտոնություն չունես, մենք պետք է անջատենք։ Ասում եմ, ջան, всё, ենթարկվում եմ որոշումներին, կարգին, կանոնին։ Հիմա էլ որոշում կա, որ
Կարա գոնե մերժեք, դա էլ չեք անում։ Այսինքն սա իմ համար վիրավորանք է ավելի շատ։ Ես իմ տունը ունեմ, իմ տանը ժպիտները լիքն են, իմ երեխեքի ասենք աշկերը արդեն իսկ խոսացող ժպիտ է։ Ես sense տենց այս հողից չեմ փոխվելու։ Բայց երկիրը այլ հարց է, իշխանությունը այլ հարց է։ Միանշանակ երկիրը Հայաստանն է ու հաստատ անգամ մտքից այով այլտեղ չէի ցանկանա ապրեմ։ Իսկ նպատակներ, թե բոլոր ծնողներն էլ իրենց երեխաների հետ կապված նպատակներ ունեն, բայց ամենակարևորը ուզում եմ լավ մարդիկ դառնան իրենք, ամենակարևորը որ մարդ լինեն, ու մեկ էլ մեր երկրի խաղաղություն եմ ուզում։ Երկրի հետ կապված Հայաստանը շատ լավն է, 100% չի ուզի ուրիշ երկրում ապրեմ։ Գրեթե 4 ամիս ընտանիքի հայրը ժամանակավորապես կորցրել է աշխատանքը, ու թեև ինքը նույնիսկ այս իրավիճակում կարողանում է հոգալ ընտանիքի կարիքները, բայց չի թաքցնում զարմանքն ու զայրույթը տեղական իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքից։ Ես համարում եմ ինձ իմ իրավունքները ոտնահարված, ես համարում եմ իշխանության կողմից արհամարված մատերիարանքով նայելիք եմ համարում սա։ 4 տարվա ընթացքում տարբեր պաշտոնյաներ բազմաթիվ խոստումներ են տվել, բայց չեն իրականացրել։ Մոսինյաններն այս պահին հերթական դիմումն են պատրաստում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, վերջինս է հետաքրքրություն ցուցաբերել։ Զարմանում է նաև ՀՀ նախագահի ցուցաբերած անտարբերությունից։ Երկրի նախագահ, դա քո պարտավորությունն է։ Բարձր դու մի անգամ երկրի վարչապետին չես ասում, այ պարոն Փաշինյան, բա 4 տարվա մեջ արդյոք մի ընտանիք չկա։ Այս մեդալները մեր գրասենյակում դրած արդեն ժանգոտ էլա։ Մեկին երկուսին գոնե գնահատեք, բերեք տանք։ Արեն Մոսինյանը ակտիվ է սոցիալական հարթակներում, այժմ էլ կոչով դիմել է բազմազավակ ընտանիքներին միավորվելու եւ իրենց պահանջը միասին ներկայացնելու համար։ Ժամանակին բազմազավակ մի քանի ընտանիքներ նամակագրական կապ են հաստատել, հետաքրքրվել ընթացակարգով, բայց միայն այդքանը։ Հիմա էլ մեծ հույսեր չունի, բայց հարցն աչքաթող անել չի կարող։ Դուք եք ասել, որ էլ այդ հին թվերը չի, դուք եք շեշտել հեղափոխություն, ես իմ մտքերը հեղափոխել եմ, բա հիմա հեղափոխության հետ ես քայլում եմ, ու հեղափոխությունը իմ հետ չքայլի չի լինելու տենց, այդ վստահությունը հենց տեղակորչում, քաղաքացի ու իշխանություն հարաբերության մեջ։ Նելի Դավթյան, Արմեն Հարությունյան, Մեդիակում լուրեր։